Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, ես այստեղ առաջի շարքում եմ նստում ու միշտ տենց նայում եմ շատ ավելի մոտիկից, քան իմ մյուս գործընկերները, որ իմ գործընկերները գալիս են եւ այստեղից աչ են նայում ու խոսում են մեր ընդդիմադիր գործընկերների հետ, ինչպես ես հիմա օրինակ։ Բայց մենք սովորել ենք խոսել դատարկ աթոռների հետ, տենց պատկերացնում ենք աչքերը որտեղ կարա լինի, տենց վիզուալ պատկերացնում ենք, հետները խոսում ենք, որովհետեւ ինձ թվում է, մեր ընդդիմադիր գործընկերները մինչ падգամավոր դառնալը մասնակցում են, ասենք բանը, կնոպկա սխմելու ինչ որ մրցույթների, հմտություններ են ձեռք առաջինը դրանց գալիս են շուտ հերթագրվում են, շուտ ելույթ են ունենում ու փախչում են, որովհետև հետո երբ որ արձագանքում ես, իրենց համար շատ ցավալի է նստել եւ լսել, որովհետև ակնհայտ սուտ են խոսում։ Եվ ուրեմն այս կնոպկա սխմելուց ամենաճկունը պատիվ ունեմի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը այստեղից ասում է, որ միջազգային գործընկերներին շատ են համոզել ցեղասպանության հետ կապված հարցերի դեպքում, Լեռնային Ղարաբաղի շահերի հետ կապված հարցերի դեպքում։ Ուզում եմ ասել, պարոն Մամիջանյան, մենք դուք ամենալավ, ամենամեծ, ամենալավ Հայաստանի падգամավորներ ենք եւ մեր Հայաստանի շահերից պետք է գործենք այն էլ պաշտոնյա լինելով։ Ասում եք, մենք այնպիսի ելույթներ ենք ունեցել խրոխտ, այնպիսի գորգորոցներով մեր պաշտոնյաները, բայց այդ գորգորոցների հայրենասիրական գորգորոցները քանի կոպեկի օգուտ են տվել Հայաստանի Հանրապետությանը կամ Լեռնային Ղարաբաղին։ Իսկ արդյունքը ուզում եմ հիշեցնել այն էր, որ հեղափոխությունից ընդամենը օրեր առաջ այս ամբիոնից իրենց ղեկավար Սերժ Սարգսյանը, հիմա ուղիղ ասեմ, ցիտում եմ իրեն, ասում էր, որ բանակցային գործընթացը լավազդեցություն չի ներշնչում, ուղղակի կանգնած է, ասում էր, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Սա է ձեր հայրենասիրական գորգորոցի տակ թաքնված օգուտը Հայաստանի Հանրապետությանը, ել չեմ ասում Լեռնային Ղարաբաղին։ Իսկ ինչու էին Վալենսիայում դռնեդուր ընկել հանրապետականներն ու մի ատամնատեխնիկ, ինչպես ասում են։ Ուրեմն Վալենսիայում EPP-ի կոնգրեսը բանաձև է ընդունել, որով ողջունել է Հայաստանում տեղ ունեցող ներքաղաքական զարգացումները, այդ թվում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի ջանքերը եւ այլն։ Հիմա Մամիջանյանը հպարտորեն այստեղ ասում է, որ մի քանի տեղից իրենք հանել են տվել Նիկոլ Փաշինյան անունը։ Այսինքն ամենաշատը նրանք ցնցվել են, ինչպես դիվահարները խաչից, այնպես էլ հանրապետականները Նիկոլ Փաշինյան անունից։ Շնորհակալություն։